Ողջույն սիրելիներս, ինչպես եք։ Մենք հիանալի դուրս ենք եկել առավոտյան ժամը 10-ն է, դուրս ենք եկել։ Այսպես արևի տակ մի քիչ քայլենք, շատ լավ արև է, ջանա։ Պահեմ։ Դուր արշոյն։ Դիր եղանակ ասեցին ես մի քիչ անեմ դուրս թող երեխա խաղա։ Որովհետև անընդհատ ասում ալիա իստար դուրս չեմ հասցնում, ասեցի քանի առավոտ է ու շատ չի այսպես շոքել հովել կա այս արևի հետ, ասեցի մի փոքր երեխա խաղա ու գնանք տուն։ Այստեղ շուտիկը սա Ինեսուկը շունիկների հետ է խաղում։ Քան լավ արև է, մարդ բան ու գործ չունենա, այն առավոտից երեկո այսպես սենց քայլի։ Բայց այնքան գործ ունեմ անելու, երևի տենց մի ժամաչափ կմնանք դրսում, ու արդեն կգնամ գործերս վերջացնելու։ Ջան, կյանք մեքենա կգա արևս։ Ինեսա։ Այ Ինեսա։ Կյանք մեքենա կգա արևս։ Ջան։ Պահեմ։ Ճանապարհից արի դուրս գանք։ Ճանապարհից դուրս գանք։ Բարձրանաց տեղ։ Մեզ շատ բարի ու լավ կին մոտեցավ, ճիշտ է ճանաչում ենք իրեն, շատ լավ անձնավորություն է, շատ բարի կին է, Ինեսուկիս օգնեց որ ջուր խմի, Ինեսուկիս հետ խաղաց, գովեց, սիրեց, ես շատ կցանկանայի, որ մեր հասարակությունում լինեին այդպես հոգատար ու լավ մարդիկ, որոնք որ քիչ են մեր ժամանակներում, մեր հասարակությունում, Այսպես Ինեսուկս ուրախացել է, հիմա էլ ինքն է փորձում նույնպես ջուր խմի, ինչպես այդ տատիկը օգնեց իրան։ Մի փոքր ուշադրությունն էլ հավատացեք մեծ բան է, որ մարդ իր ժամանակից հատկացնում է ուրիշի երեխային մի փոքր սեր ու այսպես ասած ջերմություն տա, որը որ շատ քչերն են անում, նույնիսկ հարազատը հարազատին չի անում, դրա համար շնորհակալ լինենք հենց այն մարդկանց, ովքեր մեզ շրջապատում են իրենց սիրով, ջերմությամբ եւ մեզ համար հատկացնում են մի փոքր ժամանակ։ Սիրուններս տնից դուրս են գալիս, գնում ենք խանութ, պետք է շոտ Ինեսիկիս համար կոնֆետներ գնեմ, որովհետեւ կոնֆետ է ուզում, տանն էլ կոնֆետ չկա։ Ձեռքի հետ էլ մի երկու բան էլ տան համար կվերցնեմ, գնանք տեսնենք էլի ինչ կա, ինչ չկա։ Ու էլի վերադառնալու ենք տուն, ուրիշ տեղ չունենք գնալու։ Այնքան լավ արև է, չէ Շահեն։ Լավ արև է, չէ։ Ասում են։ Ինձ լավ ցենց մեքենայի վրա է անգնում։ Բայց մեքենայից դուրս արդեն դրսում այնքան լավ էսպես հով է։ Համ արև է, համ հով է, այնպես որ ընտիր եղանակ է։ Բոլորի տրամադրությանը համահունչ կարելի ասել, համ հով է, համ տաք է, համ շոգ է։ Այդպես Աշոտիկին այսպես գոձի եմ հագցրել շալվարիկով, շատ չեմ հագցրել, մեկը մեքենայում է մնալու պապայի հետ։ Ես էլ կիչնեմ կամ Ինեսիկի հետ կամ մենակ, արագ ինչ պետք է կվերցնեմ, կշարժվենք տուն։ Մեր ճանապարհը լավ ասֆալտապատել են, էլ այսպես տղկլ դմբլով չեն գնում գալիս, որովհետև առաջ որ իջնում էինք ճիշտ ճանապարհը, այնքան երկար էր տևում, որովհետև ամբողջը հոստ էր, հարթ
ճանապարհ չունեինք, բայց հիմա իդեալական ճանապարհ է։ Քանի որ մեքենայի մեջ էլ գազ չկա, հիմա մտնում ենք արագ մի հատ մեքենա լիցքավորենք, որ հանկարծ ճանապարհին չմնանք, որովհետև երեխեքի հետ ենք ու արդեն շարժվենք խանութ։ Մազերս բարձր էի կապել, բայց քանի որ կարճ է, տակերից մազերս լրիվ թափվում էր, ասեցի դե լավ ամոթ ասպասի գոնե մի փոքր ցածրից կապեմ, որ սիրուն լինի, էլի։ Ամեն դեպքում տեղ ենք դուրս գալիս, ինչ պարտադիր է։ Ոչ հարդարված մազերով դուրս գանք։ Տեղ չկա, հա, Շահեն։ Ոնց որ տեղ։ Հա, ոնց որ տեղ չկա կանգնելու։ Էլովա ձանձրանում ամեն անգամ գազ լցնելուց իջնի, նստի, իմ ամենաչսիրած բանն է, որ ճանապարհ են գնում։ Ջան, աշոտիկ, լասա։ Ասա ինչ է եղի։ Ինչ ես ծխանացի, տղա ջան։ Ծխայնացել եմ, պապա ջան։ Լի մամայի բացիկները։ Ինքն էլ արդեն սկսել պաչել։ Մինչև տեղ ազատվի մեզ համար կանգնելու մեքենա լիցքավորելու, խնդրում եմ մի հատ տեսեք մազերիս գույնը ու խնդրում եմ ինձ ասեք մեկնաբանություններում գրեք արժե մազերիս գույնը փոխել, չեմ ուզում բացել կամ հենց նույն գույնը չեմ ուզում թողամ, ուզում եմ որ մի փոքր մքվի։ Մեկնաբանությունների բաժնում գրեք այսպես լավ է թե մքենք, մեկնաբանությունների բաժնում առաջարկեք գույներ եւ ասեք արժե փոխել թե իր գույնը ավելի գեղեցիկ է։ Ասեք կընտրեմ տարբերակներ ու անպայման փորձարկել եմ, որովհետև շատ եմ ուզում փոխեմ։ Բայց եթե ասեք, որ այս գույնը ավելի է սազում ու լավն է, հաստատ չեմ փոխի։ Նի Ան դստած է, չես եկել դիցու։ Հա։ Ինձ ջան, բռնի անի միզերովից։ Ինեսուկ, արի մամայի մոտ կյանքս։ Արի, դու։ Նստի։ Սիրելիներս տուն ենք վերադարձել, արագ գնումները ձեզ ցույց տամ եւ անցնենք առաջ։ Վերցրել եմ հաց, շատ տաք հա, դնում եմ մի կողմ, որպեսզի հովանամ։ Վերցրել եմ մածուն, Մարիաննակատնամթերքի։ Վերցրել եմ հավ, միշտ փոքրն եմ վերցրել, մեծը չէր հանդիպել, կիլո 300 գրամ, արժեքը 1450 դրամ։ Փոքրի 950-ից 1100-ի սահմաններում եմ տատանվում, բայց ավելի լավ մեծը, քան փոքրը։ Այստեղ վերցրել եմ կրեկերներ, աղի 90-ի սիրելի կրեկերներն է, մուլտֆիլմ դիտելուց հաճույքով ուտում եմ, 350 դրամ այսքանը։
Վերցրել եմ հյութ Սանմի ֆիրմայի, շատ համեղա, 90-ս կարելի ասել մենակ սա է խմում, որովհետև ինք ունի շատ նուրբ համ, արժիքը 90 դրամ է, գնի համեմատ շատ համեղ են։ 2 հատ էի վերցրել, 1 հատը խմել է մեքենայում, վերցրել եմ Baby Fox, 3 հատ էի վերցրել, էլի 2 հատը կերել է 90-ս, մնացել է մեկը։ Ձվիկը նույնպես 3 հատ էի վերցրել, էլի մնացել է մեկը, արժեքը 100 դրամ է, 90-ս հենց այս ձվիկներն է սիրում, կինդերների ներսը կարելի ասել չի ուտում միջուկը։ Ինձ համար կինդերը ավելի համեղ է, քան այս տեսակը, բայց դե 90-ս սա է սիրում, սրանից եմ վերցնում։ Այս Աշոտիկի խաղալիքն է։ Սիրելիներս գրիչկայով լավ եմ պատրաստում, վերջում դրել եմ մի փոքր յուղ, որպեսզի յուղի մեջ էլ եփվի։ Շատ համեղ է ստացվում, թե այսպիսի փլավները, թե ապուրները, երբ պատրաստվում են յուղով։ Ամենահամեղ յուղը Բայարսկո է։ Սիրելիներս լվացքը արդեն միացրել եմ, որպեսզի լվացվի, քանի լավ եղանակ ունենք, այս եղանակը օգտագործենք լվացքի չորացման համար, որովհետև հազվադեպ է լինում այսպես լավ տաք եղանակ, ու քանի շորերն էլ շատ չեն, որովհետև լինում ապահեր, որ չենք հասցնում, տանը չենք լինում, շորերը կուտակվում է, արդեն մեզ լվացք է դառնում։ Հիմա քանի քիչ է արագ լվանամ, որովհետև եղանակը կամած գնալով սկսում է փոփոխվել, մի փոքր արև կա, բայց թվում է 1-2 ժամից այդ արևը ընդհանրապես չի լինի։ Նաև այստեղ ունենք ափսեներ, որ պետք է լվանամ, ափսեներն էլ լվանում ենք, ու կարելի ասել էլ գործ չունեմ անելու։ Երեխեքը քնած են, քանի երեխեքը քնած են, ես էլ օգտվեմ առիթից ու ինչքան կարամ գործերս առաջ գցեմ, որովհետև հենց արթնանում են, Աշոտիկը մի ձեռքիս է հայտնվում, Ինեսեկը մյուս ձեռքիս է հայտնվում, այդպես ես գործ չեմ կարողանում անել։ Դրա համար հիմա քանի քնած են, ես էլ արագ իմ գործերը վերջացնեմ, որ գործ չունենամ, կարողանամ մնացած ազատ ժամանակս երեխեքի հետ անցկացնեմ, իրենց հետ խաղամ, որովհետև Ինեսուկը արդեն շատ է ուզում, որ ես իր հետ նստեմ գորգին ու սկսեմ իր հետ խաղալ։ Այստեղ երեխեքի սպիտակ շորերն է, որոնք ամբողջությամբ լաքաների մեջ են, ավելացրել եմ մանկական փոշին, որով որ լվանում եմ երեխաների հագուստները, եւ ավելացրել եմ մի փոքր ժավել, ճիշտ է որոշեցի մանկական սպիտակեցնող նյութը օգտագործել, բայց մի քանի անգամ փորձելուց հետո հասկացել եմ, որ ընդհանրապես չի օգնում, դրա համար որոշեցի փոշին եւ ժավելը այսպես միասին դնել ջրի մեջ, որպեսզի գոնե շորերի այդ լաքաները մի փոքր փափկեն կամ էլ եթե ստացվի ամբողջությամբ դուրս գան։ Հիմա այսպես կթողնեմ, չգիտեմ ինչքան թողնեմ, բայց բավականին կթողնեմ, որպեսզի դուրս բերվի լաքաները։ Օգտագործում եմ ուշասի նյանյայի լվացքի փոշին, կա նաև սպիտակ շորերի համար նախատեսված, կա նաև գունավոր։ Տվյալ ֆիրմայի օգտագործում եմ նաև կոնդիցիոները, ադբիլիվիտելը։ Իրենք ոչ հոտ ունեն, ոչ էլ այսպես սուր արտահայտող ռեակցիա, ալերգիկ չեն, ալերգիկ ռեակցիաներ չեն առաջացնում, կարելի է ասել հագուստները լվանալուց հետո դառնում են շատ նուրբ և առանց սուր և ավելնորդ հոտերի։ Տվյալ ապրանքանիշից վերցնում եմ նաև նուրբ հոտով կոնդիցիոները, որպեսզի էլի հագուստին շատ սուր արտահայտված այսպես հոտ չկպնի։ 500 դրամ այսպես տուփով է, կա նաև 1000 դրամ, 750-800 դրամ, սա քանի գրամն է, 400 գրամն է, իսկ նա կարծեմ 800 գրամն է։ Այդ միշտ վերցնում եմ այսպես տուփով, ինձ հարմար է այսպես օգտագործել, էլ տարայի մեջ չեմ լցնում, անիմաց չեմ հանում, միանգամից այսպես տուփով լցնում եմ մեքենայի մեջ, այսպես ինձ ավելի հարմար է։ Երեխաների համար չեմ օգտագործում ուրիշ լվացքի հեղուկ, միշտ օգտագործում եմ, կարելի ասել հենց սա, քանի որ մանկական է և հակաալերգեն։ Իսկ երեխաների լոգանքի համար օգտագործում եմ Բյուփրենի շամպունը,
Ինքը շատ լավ հոտ ունի, լվանալուց հետո մազիկները ավելի փափուկ են դառնում, միայն օգտագործում եմ մազերի համար, երեխաների, իսկ մարմնի համար օգտագործում եմ օճառ, էլի մանկական, 0+, մինչև հիմա սա եմ օգտագործում, չեմ փոխել, կարելի ասել արդեն 2 տարի է սա, չեմ փոխել ընդհանրապես, օգտագործում եմ պիպխենը, շատ գոհ եմ ես այս շամպունից, թե իր լոգանքի գելից, կարելի ասել հիանալի ընտրություն են երեխաների համար։ Սիրելիներս, գործերս վերջացրել եմ, լվացքս փռել եմ, որպեսզի չորանա, այս լավ եղանակի ներքո մի փոքր մաքուրոտ եմ շնչում, որովհետև հազվադեպ է լինում այսպես վառ ու պայծառ օրեր, որովհետև շատ անձրև է գալիս ու մռայլ է լինում։ Ձեզ էլ ասում եմ հաջողություն սիրելիներս, կհանդիպենք հաջորդ վլոգում, սիրում և գրկում եմ բոլորիդ, կհանդիպենք։